մարդիկ ուզում են անցյալը ետ բերել։ Մարդիկ մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժել է իրենց։ Մերժել է եւ ուղարկել է գրողի ծոցը, բայց եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով դա պիտի հաստատի եւ այս անգամ պիտի հաստատի վերջնականապես, որովհետեւ եթե հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժեց ընտրակաշառքը, մերժեց պատերազմի հեռանկարը, մերժեց իրեն խաբելու, հիմարացնելու, այս հեքիաթները պատմելով եւ առանց գործ, որպես այդպեսին հացույց չտվող այս ընդդիմությանը, ուրեմն իմացեք, որ դրանից հետո արդեն քաղաքական դաշտում ինչ պայքարել լինի, դա լինելու է կառուցողական, այսինքն դաշտ մտնող քաղաքական նոր ուժերը, ինչքան էլ արմատական, ինչքան էլ խորը ընդդիմություն լինեն, այլևս այդ ճանապարհով չեն գնալու, որովհետև իրենք իմանալու են, որ ժողովուրդը իրենց մերժել է, այդ բարքերը մերժել է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել է քաղաքակրթության ճանապարհը։ Եվ մենք այդ առումով փորձում ենք մշակույթ փոխել, ինչ վերաբերում է լավ տրամադրությանը, որը վարչապետը փորձում է իր շուրջը այսպես սփռել, էլի լինելով ժողովրդի հետ, սա էլ է կոնտակտի մի ձև, կոմունիկացիայի մի ձև է ժողովրդի հետ եւ միևնույն ժամանակ պոզիտիվ ձև, որովհետեւ եթե մենք նախկինում տարիներ շարունակ իշխանությունների շփումը ժողովրդի հետ եղել է կամ դրա հիմքում դրված է եղել վախը, որ սա չանենք, որ պատերազմ չլինի, որ սա չանենք կամ սա անենք, որ պատերազմ չլինի, կոմունիկացիայի հիմքում այդ վախն է եղել եւ նաեւ ողբերգությունը եւ հայկական ժողովրդական խոսքի համաձայն լացը լաց է բերում ծիծաղը ծիծաղ եւ ես կարծում եմ որ ժամանակն է կոտրելու այդ մռայլությունը, որը միշտ պարուրած է եղել մեզ եւ մենք պիտի մտնենք պոզիտիվ դաշտ, վարչապետը այս առումով էլ է մշակույթ փոխում